գրված է, երբ բողոքի կանգնեք ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, նպատակ ինչն է, որպեսզի ձեր հայրն է, որ երկինքն է, ները ձեզի ձեր հանցանքները։ Եթե պատկերացրեք մեկը ինձ ներացրել է եւ իր արարք իմ սրտի մեջ է, իմ հանցանքները ներված չի։ Դա ասում Աստծո խոսքը։ Որովհետև ես չեմ ներում քեզ, Աստված չի ներում ինձ։ Հայրները մենք շատ հաճախակի ամեն անգամ կարծես ասում ենք, հայր ների մեզ, չէ, այնպես ինչպես մենք ենք ներում մեր դիմացինին։ Մենք մեր բերանում ենք խնդրում մեզ հետ կատարվելիք դատաստանը։ Մենք ենք ասում, Տեր Աստված, մեզ հետ վարվի այնպես, ինչպես մենք վարվում ենք մեր դիմացինի հետ։ Մեզի ների այնպես, ինչպես մենք ներում ենք դիմացինին։ Իսկ եթե մենք չենք ներել, Աստծո խոսքն ասում է, որ քեզ է ներված չի քո հանցանքները, սիրելի հոգի։ Եվ սա խոսում է հավատացյալ մարդկանց։ Հետաքրքիր է, երբ որ մի անձնավորություն հնարավոր է, որ դու նեղացնես ու քեզանից նեղված լինի, ու դու սխալ ես, ինքը ճիշտ է, այդ ժամանակ հեշտ է մերում փոխելը, զգում ես, որ սխալ ես։ Եվ հնարավոր է դու իրան պարտադրես, որ դու պիտի ներես եղբայր-քույր, դու պարտավոր ես ներելու, դու հավատացյալ ես եւ այլն։ Բայց երբ որ գալիս է ժամանակը, որ արդեն դու պիտի ներես, երբ որ դիմացինն է քո հանդեպ սխալ արել, որ դու պիտի ներես, դու ասում ես, իսկ ուր է արդարությունը, ինքը սխալ է, ինքը պիտի պատժվի։ Ես հանդիպել եմ նման մարդկանց։ Ասեցի եղբայր ջան, այն ժամանակ, որ քեզի պիտի ներեին, այն ժամանակ այդ ծանրությունը, որ քո վրա էր, այս սխալը, որ դու էր գործել դիմացինի նկատմամբ, դու աղաչանք էր անում, որ Հիսուսը ներել է, եղբայրներ, ներեք ինձ։ Եվ մենք այդ մարդուն Աստծո խոսքով ապացուցում ենք, որ դու պարտավոր ես ներելու, անկախ նրանից, ինչ ծանր սխալ է, որ լինի դա։ Բայց երբ որ հերթ եկավ հասավ իր հանդեպ այն սխալ գործել, ինքը ասում է ինքը պիտի պատժվի։ Ասենք այդպես չի լինում։ Մենք հավատացյալներս նման վարք չպիտի ունենանք եղբայրներ քույրեր։ Հետաքրքիր է, մենք պիտի ներենք, բայց ինչպես ներենք։ Աստծո խոսքը ասում է, որ պիտի Քրիստոսի պես ներենք։ Կողոսացի գրքի մեջ, տեսեք ինչքան պարզ գրում է։ Կողոսացիների 3-րդ գլխի մեջ հետաքրքիր է, որ շատ պարզ է գրված, թե ինչպես ներենք մենք։ Դու կարող ես ներես այնպես, ինչպես դու սովոր ես, հնարավոր է դու ներես այնպես, ինչպես որ քեզ է հարմար։ Հնարավոր է դու ներես ուղղակի խոսքով, դու ասես ես ներում եմ քեզ, բայց քո սրտի մեջ, եթե դու ասում ես ես ներում եմ քեզ, ինչպես իմանաս դու ազատ ես թե ոչ։ Եթե դու նույն սիրով եւ նույն հարաբերությունը չես ունենում այդ տվյալ ազնվորության հետ, քո մեջ դեռ ազատությունը չկա, սիրելի հոգի։ Չի եղել ձեր կյանքում, որ դու մեկին ներել ես, բայց քո վերաբերմունքը փոխել ես իր նկատմամբ։ Պատահում է։ Բայց դու ասում ես ես ներել եմ իրան, եղբայր։ Դա այդպես չի, սիրելի հոգի։ Երբ որ Քրիստոսը քեզ ներում է, արդյոք Հիսուսի վերաբերմունքը քո նկատմամբ փոխվում է։ Ոչ։ Հիսուսը մեզ սիրում է նույն սիրով։ Այն սիրով, որ մեզ սիրել է միշտ։ Երբ որ մենք իր հանդեպ մեղք ենք գործում, մեղանչում ենք, ներում ենք խնդրում, այո, Տերը ներում է շնորհում քեզ։ Բայց իր սերը, իր վերաբերմունքը չի փոխվում քո նկատմամբ։ Բայց մենք հաճախակի դիմացինին ներում ենք, ասում ենք, որ ներում ենք քեզ, բայց մեր վերաբերմունքը, մեր գնալը, մեր գալը, մեր սերը, առաջվա սերը, դա կարծես արդեն ոնց որ փոխված է լինում։ Ինչի՞ց է դա։ Ես չեմ ասում, եթե դու գնում ես շփվում ես նրա հետ, նա քեզ մեղքի մեջ ակցում, դա այլ բան է։ Բայց քո ներսի ազատությունը, նույն սիրով, որ դու իրան չես կարողանում սիրես, դա արդեն Աստծո ներումը չի քո մեջից։ Աստծո խոսքում 13 խոսքում տեսեք ինչ է գրված։
3:13-ում իրարու համբերելով եւ իրարու ներելով, եթե մեկը մեկուն դեմը տրտուժն ունենա, ինչպես Քրիստոս ձեզի ներեց, նույնպես դուք։ Հետաքրքիր է, Աստծո խոսքը մեզի չի հղում ինչ-որ մի ավետարանիչի նման ներենք, ինչ-որ Պողոս առաքյալի կամ Պետրոսի, կամ ինչ-որ հռչակավոր քարոզիչների։ Աստծո խոսքն ասում է, որ դուք ներեք իրարու, ինչպես որ Քրիստոսը ձեզի ներեց։ Հիմա մենք շատ լավ դարձի գիտակցենք Քրիստոսը ինձ ինչպես է ներել։ Եվ ճիշտ այդպես ես դիմացինին պետք է ներեմ, սիրելի հոգի։ Հիշում եք Քրիստոսը խաչի վրա։ Ես մի տեսանկյունն եմ ասեմ, դա կարծես մի գաղտնիք լինի։ Եվ հոգևոր աշխարհում, եւ աշխարհում։ Այդպես է, սխալ գործողը գալիս է եւ ներում է խնդրում։ Ում հետ որ ինքը պրոբլեմա ունեցել։ Խոսքի օրինակ հիմա ես եղբորս հավաստում եմ, ես գնում եմ ասում եմ եղբայր ջան, ների ինձ։ Ինքը ասում է ես ներում եմ քեզ, գնա։ Բայց երբ որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա էր, բոլորը իրան անարգում էին։ Բացառություն իր աշակերտները, բոլորը ծեծում էին, վիրավորում էին։ Վերջը խաչը բարձրացրեցին։ Հիշում եք խաչի վրա ինչ էր խնդրում Հիսուսը մարդկանց համար։ Ների, որովհետև չեն հասկանում։ Տեսեք, առաջինը ինքը ներել էր այդ ժողովրդին, երկրորդն էր բարեխոսություն էր անում հորը, որ հայրն էր ների իրանց, բայց առաջինը ինքն էր ներել։ Հարց, իսկ այդ ժողովրդի մեջ կար արդյոք մեկը, որ Հիսուսից ներում էր խնդրում։ Արդյոք կար մեկը, բա ինքը ինչու էր ներում իրանց։ Ինչ երկնային հոգեբանություն կա ստեղ հագնված։ Հիսուսը չէր սպասում, որ մեկը գար իրանից ներողություն խնդրեր, իր արարքի համար, նոր ինքը ասել ես ներում եմ քեզ։ Բայց մենք մարդ լինելով հանդերձ, հաճախակի ստացվում է այդպես, որ մեզ ցավացնողից սպասում ենք, ասում ենք, մինչև ինքը չկա ներողություն չխնդրի, ես իրան չեմ ներում։ Չի եղել ձեր կյանքում, պատահում է։ Դա Քրիստոսի հոգեբանությունը չի, սիրելի հոգիներ։ Գրված է, ինչպես Քրիստոսը ներեց, ինչպես ներեց, ինքը չէր սպասում մեկին։ Դու էլ պիտի չսպասես, մեկը որ գա քեզանից ներում խնդրի, նոր դու իրան ներես։ Մեկը կա քեզանից թողություն խնդրի, նոր դու իրան թողություն շնորհես։ Դա աշխարհն է այդպես, սիրելիներ։ Դա աշխարհի հավատացյալների հոգեբանությունն է դա։ Սպասում են, որ գան խոնարհվեն իրանց առաջ։ Բայց Քրիստոսի հոգեբանության մեջ նման բան թաքնված չկար։ Հռոմեացիների գրքի մեջ գրված է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, այսինքն այդ հոգեբանությունով եթե նա չի ապրում, ինչպես որ Քրիստոսն է երկրի վրա ապրել, գրված է նա իրենը չի։ Դա ասում է Աստծո խոսքը, Աստված մեզ այդպես է սովորացնում։ Հետաքրքիր է նաև, երբ որ թողություն ներում ես, ինչ է գալի մարդու մեջ։ Ես իմ կյանքից եմ կարող հիշեմ մի բան, մի անձնավորության հետ մի պրոբլեմ ուներ, երբ որ Աստված տենց բացեց ողորմություն արեց այդ ներման հարցը լուծվավ, ես զգացի, որ մեղքի թողությունը ես ստացամ։ Պատկերացրեք, երբ որ դու չես ներել դիմացինին, դու թողություն չունես քո սրտի մեջ։ Դա որպես մի ծանրություն քո ուսերի վրա եւ քո ներսում անգամ։ Դու ազատ չես, դու չես կարողանա ազատ նայել իր աչքերին, դու չես կարողանա ազատ աղոթներ անել, դու չես կարողանա ազատ անգամ հաղորդության մասնակցել, դու հիվանդի պես կլինես, դու բժշկված չես լինի, դու կլինես այնպես ինչպես մի աղտոտված մեկը, բայց երբ որ թողություն ես ստանում, դու զգում ես, որ ներումը երկնքից իջել է քո սրտի մեջ, երբ որ դու ներում ես, դու զգում ես, դու թողություն ստացար ինքդ եւ թողություն ստանում քո դիմացինը։ Երբ որ դու ներում ես սիրելի հոգի, բժշկվում ես դու, բժշկվում է նաեւ քո դիմացինը։ Երբ որ դու ներում ես ամբողջ սրտով, ազատագրվում ես այդ ծանրությունից ինքդ, ազատագրվում է այդ տվյալ ազնվորությունը։ Երբ որ ներում ես շնորհում այդ ազնվորությանը, քո սրտի մեջ ուրախություն է գալիս։
ուրախություն է գալիս նաև դիմացինի սրտի մեջ։ Երբ որ ներում ես տալի դիմացինին, ներվում է քո բոլոր հանցանքները։ Դու կարողանում ես ազատությամբ կապնվել Աստծո որդու հետ։ Անգամ հարց է լինում, որ ժողովուրդը դժվարություն են ունենում սպասավորների հետ։ Սկզբից ես շեշտինք, որ անգամ դու պրոբլեմ կարող ունենաս սպասավորների հետ։ Հակառակորդի այդ մի գաղտնիքն ես ասեմ, որ առաքյալն ասում մեզից Աստված չի նրա խորհուրդները, այո, Աստված բացում է ժողովրդին։ Շատ ժամանակ հակառակորդը գառնուկին հանում է հովվի դեմ, այսինքն սովորական մի շարքային եղբորը կամ ինչ-որ մի քույրիկի հանում է դեմ սպասավորին, ինչ-որ մի խոսակցությունից նեղվում է դիմացինը, դե դիմացինն էլ սպասավոր է, ինքը չի կարողանա տենց վերջ ինչ-որ իր ամբողջ ասած ասի, ինքը հնարավոր է լռի։ Հնարավոր է լռես դու, հնարավոր է սպասավորը քո դեմ ոչինչ չունենա, ոչ մի բան հնարավոր է չունենա։ Ինքը չի պարտվի, ինքը զորավոր Աստծո սպասավորն է, բայց դու սպասավորի դեմ բան ունես, դու սպասավորի, Աստծո սպասավորի դեմ բան ունես, դու ուրեմն բան ունես Աստծո որդու դեմ։ Ես հիշում եմ Գերմանիայում մի դեպք, եկել են ազնվորություններ ուղղակի տենց աղոթքի ժամանակ դետեղ բոլորը անոթներ էին, մարգարեներ էին, տեսնողներ էին, մի անկյունում ես էլ կանգնած հետևում էին, ասում էին։ Հետաքրքիր մարգարեը մոտիկացավ 3 քույրիկի ու 3-ին նույն բանը ասեց։ Ասեց, ով է ձեզ իրավունք տվել իմ սպասավորների վրա քար գցեք։ Ու վերջացավ մարգարեությունը, աղոթքը վերջացավ, այդ քույրիկները սկսան քիթուբերների վրա լինել և լացել։ Իրանք լրիվ ուրիշ տարածքից են, Գերմանիայի մյուս կողմից են, իսկ այդ աղոթքը կատարվում էր Գերմանիայի մյուս ծայրում։ Ու իրանք խոստովանան բոլորի առաջ, այնտեղ շատ հարցեր կար, որտեղ ծածուկ չէին խոստովանում, ռուսների մեջ կին սովորություն կար։ Իրանք մեղքը լրիվ առաջ ասում են, ասում են թող նրանց ամանչի։ Ու խնդրում են, որ եկեղեցին էլ իրանց համար աղոթք աներ։ Ու ասում են, մենք բուխվալն ընդամենը 3 է եղել։ Մեր սպասավորի հետ մենք խոսակցություն ենք ունեցել և իրա հետևից մենք 3 քույրիկներով ահագին բաներ ենք ասել։ Չի անցել մի օր Աստված հանդիմանում է այդ զավակներին, ասում է ով եք դուք, ով է ձեզ իրավունքը տվել։ Ես հիշում եմ մյուս աղոթքին, ասում էր, իրանք իմ ձեռքերի մեջ են, եթե պրոբլեմ ունեն, ես իրանց հետ կարամ իմ հարցերը լուծեմ, ոչ թե դու։ Եվ այդ քույրիկները խոստովանվան և ասեցին, մեր սրտի մեջ էդի ծանրություն էր։ Մենք ընդամենը թեկուզ մի օր անցել, բայց մենք չենք ուզում նրա ոչ երեսը տեսնենք, ոչ նրա խոսքը լսենք, ոչ էլ նա, որ մեզ համար աղոթք աներ։ Պատկերացրեք, նման վիճակներ ինչքան կան այսօր եկեղեցիներում, որ մարդկանց սրտի մեջ այդ ծանրությունը կա, բայց հնարավոր է դու իրան բարև ասես, խաղաղություն ասես, բայց քո սրտի մեջ այդ ազատագրությունը չլինի սիրելի օգի։ Դրա համար Աստծո խոսքը մեզ ասում է, որ ներես ամբողջ սրտ է։ Հիշում եք 18-ում, Մատթեոս 18-ում գրված է։ Այս կետերի վրա անգամ Հիսուսը ուղիղ շեշտ է բերել և կանգ է առել։ Տեսեք ինչ է գրված Մատթեոս 18-ում։ Այսպես էլ իմ երկնավոր Հայրս պիտի ընե ձեզի, եթե ձեր սրտեն չներեք, ամեն մեկը իր եղբորը իրեն հանցանքները։ Հարկայություն կա գրված է ամբողջ սրտ է, դեղ կա գրված է ներել, իսկ ստե գրված է, որ սրտով պիտի դու ներես։ Հնարավոր է, որ մենք ներում ենք դրսից, դրսևանց, բայց մեր սրտի մեջ դա դեռ չի ներել։ Աստծո խոսքը ասում է, որ դու դիմացինին պիտի ներես քո ամբողջ սրտով, այսինքն քո սրտի մեջ ոչինչ պիտի չմնա, դա 35-րդ խոսքում է գրված, 18:35,
Մատթեոս 18:35 Ինչ է նշանակում սրտով ներել։ Սրտով ներել նշանակում է, որ քո սրտի մեջ իր արածը դու չես պահում, դու իր արածը չես վերհիշում։ Եվ ինչ է նշանակում ճշմարիտ ներումը։ Դա նշանակում է, որ երբ որ պարագան գալիս է, դու իր արածը իր ճակատին չես տալիս։ Իսկ երբ որ խոսակցության մեջ, զրույցի մեջ, դու ասում ես, դե դու ես մարդն ես, էլի։ Դու անցած տարի ես սենց, դու ես նույն մեղքի մեջ ես, քեզ այդքան ներում են, բայց դու նույնն ես։ Հետաքրքիր է, քո սրտի մեջ է մնացել բոլորը։ Եսայի 44-ում գրված, եթե չեմ սխալվում, ասում է, որ Աստված մեր մեղքերը ամպի պես ջնջում է։ Եսայի 44-ում է դա գրված։ Հետաքրքիր է, Աստված որ ջնջում է, դա ասինքն չի երևում։ Այդ մեղքերը դրանք վերցվում են, բայց ոնց է որ մեր սրտի մեջ, ես որ ես ասում եմ առաջինը ինձ է, մենք բոլորիս համար է դա, ինձ է վերաբերում առաջինը։ Եթե մենք դիմացինի արածը անկախ նրանից, ինչքան էլ խորը վիշտ ցավ լինի, եթե մենք հիշում ենք եւ իրան հանդիպելուց իր ճակատին ուղիղ տալիս ենք, մեկ էլ ասում ենք, որ ճիշտ բանը դի ճակատին ասես, որ սխալ է սիրելի օգի։ Այդ ճիշտ բանը դու գնաց ծոն վերցրու աղոտ քարերի համար։ Այդ ճիշտ բանը թող Աստված ինքը գիտի այդ ամեն ինչը։ Ինքը կարա այդ ճիշտ բանը իր ճակատին ասի։ Հիսուսը գրված է իրանց անավատություն իրանց երեսին ասեց, թող Հիսուսն ասի։ Իսկ եթե որ մեր սրտի մեջ ներում չկա, Աստծո խոսքը մեզ սովորացրեց, որ դու աղոթքի ես կանգնում, բայց քո սրտի մեջ ներում չկա, ինչքան ուզում ես աղոթ կարա։ Ինչքան ուզում ես աղոթ կարա։ Դրա համար իմ աղաչանքը մեզ աղոթքից առաջ, որ մենք աղոթքի պետք է կանգնենք։ Դու նայի քո սրտի մեջ, ոչ ոք քո դեմ բան չունի, դու ոչ ոքի դեմ ոչինչ չունես։ Իրոք սա կարևոր հարց է, որը հետաքրքրում էր նաև Հիսուս Քրիստոսին։ Ինքը ասեց, որ աղոթքի կանգնելուց առաջ ների։ Այս կետում ասում է ամբողջ սրտով ների։ Այսինքն քո սրտի մեջ բանը մի պահի սիրելի օգի։ Քո վերաբերմունքը մի փոխի դիմացինի հետ կապված հարցերում։ Դու շատ արագ, շատ շուտ կարաս զգաս, դիմացինը քեզի ներել է, թե չի ներել։ Նրա վերաբերմունքը կամ քո վերաբերմունքը, երբ որ փոխվում է դիմացինի նկատմամբ, միանգամից նրա դեմքի արտահայտությունից, նրա շարժուձևից, էլ չի ուզում քո հետ շփվի, քո հետ նստել հենել այդքան չի ուզում, ինչ կա, հետաքրքիր է։ Նրա սրտի մեջ մի բան կա ունենա։ Նրա սրտի մեջ մի բան կա, հետաքրքիր է։ Ու այդ սրտով դու ուր ես գնում, սիրելի օգի։ Անկախ նրանից, ով ուզում է լինի, եթե դու ճիշտ ես եղել դիմացինը սխալ, դա բոլորովին կապ չունի։ Մի սպասի, որ ինքը գա քեզանից ներում խնդրի։ Դա աշխարհի բնույթ է։ Իսկ մենք հավատացյալներս ճիշտ Քրիստոսի պես պետք է լինենք։ Հիսուսը չէր սպասում, որ մեկը գա իրանից ներում խնդրեր։ Այն մեզ քրիստոնյաների շատ ժամանակ այդ հարցը տանջում է։ Այդ հարցը տանջում է, մեզի չի տողի հանգիստ քնենք։ Հնարավոր է պարկենք, մտքերով մենք վերցնենք, տանք, առնենք, ինչու համար հանգիստ չես, բայց գրված Աստված իր սիրելիին հանգիստ քունք ուտա։ Երբ որ քո ներսը ազատ չի, հավատա դու Տիրոջ առաջ էլ ազատ չես։ Եթե դու մարդու առաջ ազատ չես, դու Տիրոջ առաջ ազատ կարաս լինես, երբեք սիրելուկի քեզ մի խաբի։ Անգամ նորից եմ խնդրում, որպես անփոփում, եթե քո սպասավորի դեմ, որտեղ ես տեսնում եմ հոգիով, ներսը զգում է դա, ոչ թե հոգիներ կամ որ իրան սպասավորների հետ ունեն այդ պրոբլեմը։ Իրանք հնարավոր է բարև են, սիրո ողջունեն եւ այլն, բայց իրաց ներսում բան ունեն, իրանք չեն ներել։ Չեն ներել։ Թեկուզ նա սխալ է վարվել քո հետ, սիրելի օգի։ Թեկուզ նա կոպիտ է վարվել քեզ հետ, թեկուզ նա շատ խիստ է հանդիմանել։ Մենք պարտավոր ենք սիրել նրանց, մեր սրտի մեջ ոչինչ չպահել։ Այս սերը ներում է, սերը մոռանում է։ Միքայել մարգարեության մեջ գրված է, որ Աստված մեր մեղքերը ծովի խորքերն է նետում։
Իսկ մեր սրտի մեջ դա ծովի խորքերում չի։ Ես մի վկայություն անեմ, երկար ոտքից հիշում եմ, ասում եմ այն սիրո մասին, եթե դու սիրես սպասավորին, դու կարողանաս շատ արագ ներել, եւ դա րոպեները չի, վայրկյաններ կարող ատելի, ու փաթաթվես իրար, ու ներում խնդրես, ինքդ քեզի կօգնի եւ կօգնի։ Ես հիշում եմ տարիներ առաջ, այդպես մի դեպք եղավ, ես առանց Պավել ախոր հարցնելու, միտեղ այդպես մի հատ հավաք կար, այդպես ինքնագլուխ մեկին հրավիրելով։ Այդ ազնվորությունը եկա, վերջում հետ Պավել ախորը տեսավ այդ ազնվորությանը, վերջը, ես իրան հարցնելու պրոբլեմ չկար։ Իրան զրովեցում եմ, ինք ապրում էր վաղ երորդ մասում, իրան հետ գնացին երորդ մաս, իրան տարածում, ես պիտի վետի գնայի։ Վերջը, արդեն ուզում է եթայ ասես կային սովորում չան, ասեն մետան կարդում։ Ասի սուր չան, անում է պարավոր բենզին, մեջքս պնդի, իլ եմ արդեն Պավել ախորը։ Ուրեմ հանեց ոցման յուղի շիշը, թանձր յուղ։ Նենց հանդիմանեց այլերներ։ Երի եթե դրում հանդիմանի հավաքեք թողոք է տանքարապես։ 3 ժամ եմ ես պարել։ 3 ժամ վրես խոսացել է։ Ներ խոսար չէ, երբ պայր ժամ, դեք Պավել ախորը։ Եքսարի սուրան։ 3 ժամ ոտնեց, ոցման յուղը ոցեց, ես հիշում եմ, մի հոգի սխալ արտադրություն էր, ասում քարծոցում են մեզի ավակ եղբայրներ, աս խուլիչ ասում ես խոսում։ Այդ խիչ ես ասում, որ ոցման յուղը ոցում են։ Գրքի մեջ գրած արդարը թողզի զարնել, չէ, հանդիկա ինչ է, ոցման յուղ են գրքիս համար, իմ գլուխ, ասում է եղել։ Ասի այդ ինչի չես ասում յուղը ոցում են, որ ասում ես քարկոցում են։ Վերջը, հիմա որ էլի 3 ժամ ոցեց ինձ ոցման յուղով, էլի թանձր, Պավել ախոր յուղ ուրիշ է։ Ումը որ ոցել է, էլի ետիքի հանա։ Դե հիմա վերջում էլ սոված էինք, ծոմի մեջ էինք։ Առավոտ էդպես սովորություն ենք, առավոտ գնում էինք, պաշտամունքներ, ծոմով միջև գիշեր։ Այդ բրտուն ժարեց, վերջում էլ մի հատ հանցպանի բրտուն շրվեց ինձի, ասեց դե գնամ, ուր է կամ, ես պտի վետի գնամ, ես ուր եմ թեքում էդում։ Այնքան ուժեր էր, խիստ էր այդ հանդիմանությունը։ Մյուս օրը նորից հետ վերադարձա։ Հետաքրքիր էր, ընդամենը մի ժամը չի տվել ներսիս այդ ծանրությունը Պավել ախոր դեմ։ Մի անգամից վերացավ, ասել լավ արել, տեղն արել։ Ես ինչ եմ մետագլուխ բաներ անում, որ շատ լավ արել։ Մյուս օրը որ եկավ, հատատանձի լացում, այ տղասում, ես ասի չես կայել։ Պավել ախոր, դուր չգա։ Այդ խոսքերը չեն, այդ խոսքերը խրատելու, վերջը կրկելու, դաստիարակելու խոսքեր են։ Հետաքրքիր է, որ բան չմնաց սրտիս մեջ եւ վերաբերմունքս էլ չփոխավ։ Ինչն է պատճառը։ Ես սիրում եմ այդ մարդը։ Ես հասկանում եմ, որ ինքը իմ վրա խոսացել է ոչ թե իր համար, շարժարիթը ինքը ոչինչ չուներ իմ դեմ։ Շարժարիթը սերն էր։ Հələ պատկերացրեք, եթե իմ սրտի մեջ ես իր հանդեպ մի բան ունենայի։ Չի լինում, դժվարություն ես ունենում։ Դրա համար իմ աղաչանքն ես, եթե ինչ-որ մեկի դեմ բան ունես, ես հիշում եմ մի քույրիկ հիվանդ, եղբայրները հագարի աղոթում էին, յողովոցում էին, չէր դավանան։ Ի վերջո եղբայրներից մեկի միտքը բացվավ, ասեց քույր, կարող է դու խռով կամ մեկի դեմ բան ունենաս, ասեց հանում եմ մեկի դեմ։ Ասեց դե դու հետ հարցրած, ինքը Ռուսաստան, ասեց հեռախոսային կապով լուծի։ Հետաքրքիր է, հեռախոսային կապով լուծել էր շատ կարճ, հասել էր տուն, առանց մեկի աղոթելու բժշկվել էր։ Երբ որ դու ներում ես տալի դիմացինին, դու բժշկություն ես տանում։ Քո ուրախությունը նաև փոխանցում դիմացինի վրա։ Քո երկնային դեմքն էլ է փայլում,
երկնքից ուրախություն այժմ քո դեմքն է ապայում։ Դու զգում ես, որ դու ազատ ես, փրկվում ես, դու փրկվում ես նաև մի հոգի, դա մեզ սովորացնում է Աստծո խոսքը, շատ կարևոր է, որ մեր սրտի մեջ ոչինչ չունենանք, հնարավոր է խոսակցություններ ունենաս մեկի հետ շատ խիստ կամ վերջ ինչ-որ մի ծանր, բայց վերջը, վերջում, դա որ սիրով և խաղաղությունով բաժանվենք իրարից։ Իսկ եթե հակառակորդին հաջողվում է ինչ-որ մի բան պահել մեր սրտի մեջ, դա գնալով ինչ կանի, մեղքը ինչ է ծնում, մեղքը մեղք է ծնում, հասկանում եք, մահ է ծնում, իսկ մեղքի վարձքը 6:23 հիշում եք գրված է, մեղքի վարձքը մահն է։ Ես անգամ մարդիկ եմ հանդիպել տարիներ դիմացինի սխալը չեն կարողացել ներել։ Չեն կարողացել ներել, բայց անցել է այդ անգամ շատ տարիներ, ինքը տենց հաղորդություններ անդունել։ Դրա համար գիրք ասում է, որ դատի ինքդ քեզ, որպեսզի դատաստանի օրը աշխարհի հետ չդատապարտվես։ Անգամ եթե քո եղբայրն է, ամուսինը դա, հարսը դա, ինչ դժվարություն կա, երբ որ դու դիմացինից գնաս ներողություն խնդրես։ Խոնարհ մարդու համար, եղբայրներ քույրեր, խոնարհ մարդու համար ներողություն խնդրելը դժվար չի, գիտեք։ Հպարտ մարդու համար է ներողություն խնդրելը դժվար։ Հələ փորձեք, երբ որ դու ուզում ես դիմացինից ներում խնդրես, դու զգում ես, որ ներսը ոնց որ մի բան քեզ խանգարում է։ Ոնց որ մի բան քեզ արգելք է հանդիսանում։ Չի թողում, որ դու այդ քայլը անես։ Բայց դու Հիսուսի անունով ոտդ առաջ քիչ մի վախեցի։ Ես հիշում եմ երկու եղբոր պատմություն, իրար հետ դժվարություն են ունենում, միտեղ ես լսել եմ ուղղակի։ Այն եղբայրը, որը մեղավոր չի լինում, ինքն է փաթաթվում այդ եղբորը ներողություն խնդրում։ Եվ կար ժամանակ հետո, այն մի եղբայրը, որ մեղավոր էր, սկի ներում էր չէր խնդրել, չէր ասել, որ ներում եմ քեզ, մեծ դժբախտության հանդիպավ։ Վթարի հանդիպավ և տեղում մահացել էր, հիվանդանոց չեն կարողացել ասցնել։ Ներումը նա չի, որ երբ որ դու սխալ ես ներես, այ դու կարողանաս, երբ որ դու ճիշտ ես, դու գնաս իրանից ներողություն խնդրես։ Հասկանում եք չեմ ասում։ Երբ որ դու ճիշտ ես, բայց դու ես գնում ներողություն խնդրում։ Էդի աշխարհից ուղիղ հակառակ բան է, գիտեք։ Աշխարհը անգամ հոգևոր աշխարհն է այդպես մտածում, դե որ եղբայրն ասում ինքը գա։ Բայց հետաքրքիր է, դու կարողանաս այդ քայլը անել, դու ճիշտ լինելով հանդերձ գնաս եւ փաթաթվես իրան եւ խնդրես քո ներումը, դա ով ուզում է լինի, անգամ եթե քո անավարտ բարեկամներն են, եթե գիտես մեկը քո դեմ իրոք դες ծանր բան ունի, մի թող, դու ոսոխի հետ ճանապարհի մեջ ես, մի թող դա երկարի, լուծի, շուտ լուծի այդ հարցերը, ոչ մի պարտք քո վրա մի թող, այլ դեպքում, երկու եղբայրները կոմայով գնում են երկինք, հետաքրքիր է, ասում է մեկը հանդերձ չի ուներ վրա, դարպասից ներս է մտնում, մյուսն է գալի, որ պիտի ներս մտնի, ասում է սատանասը ձեռը չանչը որ գցում էր, այդ մյուսին բռնեց, ասում է իրա վրա կարծես, թե չէր երևում հանդերձ որ կար, բայց ասում է մի բարակ, թիթեղիկ, ես մի շատ հատանցիկ ինչ-որ մի բան է եղել, ասում է գցես և բռնես նրան, երբ որ նրանք իրանք իրանցի են գալիս, պատմում են իրար, ասում են ես բաներ ենք տեսել, այն եղբայրն ասում է այո, իմ սրտի մեջ ես ազնվորության դեմ մի բան ունեմ, ասում է դրա համար էլ հակառակորդին հաջողվավ իր չանչը ձեռքը երկարացնելով բռնել ինձ։ Հիմա այսօր է սիրելի հոգի, այսօր այդ ներման օրը։ Դու ինչ հոգուտեր ես, ուզում ես երկին գնաս, բայց առանց ներման, դու ուզում ես երկին գնաս, բայց չես կարողանում դիմացինից ներում խնդրես, դու ինչ հավատացյալ ես, մենք ինչ հոգևոր ենք, եղբայրներ։ Եթե մենք նորից եմ ասում, չենք կարողանում, մեր մեջի հպարտությունն է, որ թույլ չի տալիս, որ մենք գնանք և ասենք ների մեզ սիրելի եղբայր կամ սիրելի հոր։ Դա մի պարզ բան է, դες մի բարդ բան չկա, ես իմ ինչ հայտնություն պետք չի դրա համար,
Դու նայի քո սրտի մեջ, եթե տեսնում ես, որ տեսնի ծանրություն կա, անկախ նրանից դու ճիշտ ես թե սխալ, գնա եւ խնդրի ներումը։ Իսկ երբ որ ներես, դու պետք է մոռանաս այդ բոլորը։ Ներում նշանակում է մոռանալ։ Ներում նշանակում է Աստծո պես ներել։ Մեր եղբայրներից մեկը, եթե չեմ սխալվում, պարսկահայ էր, ինքը պատմում էր ոնց է եկել Տիրոջ առաջ, ինչ-որ մի բան էս խոստովանվել։ Եվ Աստված ինքը տենց հայտնություն տեսնող եղբայր է։ Աստված ասում է ներում եմ քեզ առակես, գնա մի արա։ Եվ մարդը գնում է, ասում է մի շաբաթ նորից նույն մեկի մեջ անկում։ Նորից գալիս է Տիրոջ առաջ, ասում է Տեր, ես անցած շաբաթվա մեղքը նորից գործել եմ։ Խնդրում եմ ներես ինձ։ Հետաքրքիր է պատմում, ասում է, այս իրքի մեջ Աստված ինձ հարց տվեց, որ մեղքը զավակես։ Եղբայրը պնդում է իրան, ասում է, Տեր, անցած շաբաթ ես որ խոստովանվավ առաջ, շփոթվել եմ նորից եմ եկել այդ մեղքի մեջ։ Աստված նորից հարց տալի, որ մեղքը զավակես։ Երրորդ անգամ Աստված իրան հասկացնում է, որ ասում է զավակս մեղքը, որ ես ներում եմ, ես մոռանում եմ այդ մեղքերը։ Իսկ եթե Աստված չմոռանա մեր մեղքերը, ուրեմն վերաբերմունքն է պետք է փոխվի։ Նոր այդ եղբայրը հասկանում է, որ ներում նշանակում է մոռանալ։ Այդ դա աստվածային ներում է նշանակում եղբայրը։ Իսկ եթե մենք հիշում ենք եւ հիշելուց հրաժարվում երկու բաներ ավելացնում ենք, դու չես ներել իրան։ Եվ չի ներվել նաեւ քո անցանքները, որտեղ Եսայի 44-ում ասում է, որ ամպի պես մեր մեղքերը ինչ արեց, ջնջեց։ Ջնջել նշանակում է վերցնել, վերանալ, ամպը մեկ տեսնում ես կա, մեկ էլ տեսնում ես վերացավ արդեն։ Դու իրան ման գաս, երբեք չես կարողանա գտնել։ Տերը թող օգնական լինի մեզ։ Հիմա մենք կանգնենք աղոթքի եղբայրներ։ Մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ։ Առաջինը խոստովանենք Տիրոջը, որ Տեր ների մեզի մեր մեղքերը։ Եթե ունենք սխալները, Տիրոջից ներում խնդրենք հիմա, իսկ երբ որ տուն վերադառնանք, լավ է որ այդ հարցերը մեր տան գնալուց հետո լուծենք։